Բարև ձեզ, Մեդիա Hub-ի եւ ոչ միայն Մեդիա Hub-ի հարգելի հետևորդներ, մենք սկսում ենք առավոտը Մեդիա Hub-ի հետ հաղորդումը, ինչպես միշտ իմ գործընկեր եւ ընկեր Արտուր Հայրապետյանի հետ, ողջույն Արտուր։ Ողջույն, բարի լույս սիրելի հետևորդներ, մենք առավոտ վաղ տխուր նորություն ունենք։ Մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը, ցավակցում ենք հարազատներին, գործընկերներին։ Իհարկե արձանագրենք, որ դա մեծ կորուստ էր մեր մտավորականության, մեր արվեստի, մեր բեմի առհասարակ հայ ժողովրդի համար մեծ կորուստ էր, որովհետև ցավալիորեն հանճարեղ դերասանները կարծես այս վերջերս այդքան էլ շատ չեն ծնվում, հատկապես որ մեր սիրելի դերասանը գտնվում էր այն տարիքում, որ դեռևս նվազագույնը երևի մի 30 տարի ուներ ապրելու, ստեղծագործելու, վայելելու կյանքը իր ընկերների, իր հարազատների, իր ընտանիքի հետ։ Ցավոք սրտի Հայաստանում արվեստի նվիրյալները գնալով քչանում են։ Քչանում են, որովհետև չունենք մշակույթի նախարարություն, հարգելի հետևորդներ, այսինքն չունենք այն ամենակարևոր կառույցը, որը պետք է զբաղվեր մշակույթի զարգացմամբ, մշակույթի փիլիսոփայությամբ, այսինքն լուծարվեց մշակույթը, ինչը իր հետևանքները ունեցավ հետագա մեր մշակութային կյանքի, մեր արվեստի վրա, կարծում եմ իշխանափոխությունից հետո անպայման այդ հարցին պետք է առաջնորեն անդրադառնալ եւ վերականգնել նորից մշակույթի նախարարությունը, չես կարծում Արտուր, դու մասամբ որպես մշակութային գործիչ չես կիսում այդ մոտեցումը։ Անշուշտ պետք է վերականգնել, թեև այս իշխանության օրոք վերականգնելը մի փոքր անհեթեթություն է թվում, որովհետև իրենք շատ լավ հասկանալով իշխանափոխությունից հետո։ Հա, իշխանափոխությունից հետո ես իհարկե իշխանափոխությունը այսպես արդեն չեմ էլ պատկերացնում, մոտ ապագայում դա երբ կլինի, դրա համար այս իշխանության օրոք նորմալ էր, որ կարար հենց մշակույթի նախարարությունը, հա, առաջնայինը փակին, որովհետև երկիրը առհասարակ ճանաչում են մշակույթով, բայց ցավոք ունենք այն ինչ որ ունենք։ Եվ նաև մեր հաջորդ լուրը Կարեն առավոտվա զանգվածային խոզարկություններ նկատի ունես։ Այո, Նիկոլ ասել էր, չէ, եռագլուխ կուսակցության այդ հրեշներին պետք է կալանավորել, վերացնել, կզցնել, չգիտեմ ինչ անել, հա, եւ կարծես հիմա Գագիկ Ծառուկյանի տունը ազգային անվտանգության ծառայությունը խոզարկություն է կատարում։ Իդեպ Արտուր ջան, հիշեցնեմ մեր դիտողներին, որ վերջին իր հարց ու պատասխանի ժամանակ լրագրողների հետ Նիկոլ Փաշինյանը այն կալանավորումները, որ նպատակը դրված է իրականացնելու բացառապես քաղաքական բնույթով, իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ գծում է ժողովրդի գրպանը, հայտարարելով, որ մանդատ են տվել իրեն, մինչև քարոզաշապ ասում էր մանդատ տվեք, ես կալանավորեմ ձեր բոլոր պահանջները։ Իհարկե, ես վստահ եմ, որ հանրությունը նրան դրա համար չի մանդատ տվել։ Հարց ու պատասխանի ժամանակ էլ ասում էր, որ ես գնում եմ հանդիպում եմ մարդկանց եւ մարդիկ ինձ ասում են ինչու չես կալանավորում, ասում եմ եւ ես չունեմ պատասխան, չեմ կարողանում բացատրել օրենքի տարերը, կետերը եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ է ստացվում, որ ԿՊԱ-կան ընտրազանգվածը վեր է օրենքներից, այսինքն օրենքը արգելում է քրեական գործ հարուցել, ձերբակալել, կալանավորել, ենթադրեն կոնկրետ այսինչ մարդուն, բայց եթե որևէ ԿՊԱ-կան այդ ընտրազանգվածից Նիկոլին ասում է, չէ, արի ու կալանավորի, ապա ստացվում է, որ նա վեր է օրենքից։ Հիմա եթե որ այդ նույն ընտրազանգվածից որևէ մեկը ուզենա մեզ գլխատել, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, որ ես հանրության կողմից մանդատ եմ ստացել լինչի դատաստան տեսնելուց։ Կարեն, չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը եւ դատավոր է, եւ արդարադատ է, եւ գրեթե այն ինչ որ պետական եւ ուժային, հա, կառույցները կան, ինքը բոլոր այդ կառույցների բանն է, հա, որովհետեւ ինքն է որոշում եւ միանձնյա որոշելիքն է իր, թե այս համակարգում ինչ բարեփոխում պիտի տեղի ունենա, այս մարդուն ինչպես կարելի է անազատության մեջ պահել, քանի տարով դատել, դատավոր կար որ կարար իրեն չլսեր, հիշում ես այդ հայտնի։ Նա ասել է որ չկա այդպեսի, ով է դա մոտավորապես ով է դատավորը, որ ինձ չլսի, չէ, կարա չլսի։ Իդեպ ես
Խիստ հասկացում իր ասածները ամենը կարծես բան է անում, հա, այսպես հաստատում է հենց կնիքով, որովհետև ինչ ասեց ինքը արեց։ Հիմա նայ Արտուր, ես խիստ կասկածում եմ, որ ինքը գնում է մարդկանց հետ հանդիպման, ու մարդիկ իրանց դարդ ու ցավը թողած, իրանց հոգսերը թողած, հիմա օրինակ գյուղացիները մի նոր խնդրի առաջ են կանգնել, մարդիկ վարկեր են վերցրել, տնտեսություն են զարգացնում, փորձում զարգացնել, այդ տնտեսությունում աշխատում են մարդիկ, որոնք իրենց աշխատավարձով ընտանիքներն են պահում, հիմա չգիտեն ինչպես արտահանեն այդ բերքը, ուր արտահանեն, այսինքն եւ տոկոսներն ա վարկերի գալի, որ պետքա փակեն, եւ եկամուտներից են զրկվում, այսինքն մարդիկ կանգնած մի հատ մեծ խնդրի առջեւ ու այդ իրանց դարն ու ցավը, այդ իրանց հոգսը թողած հանգարց Նիկոլին տենում են, մոտենում ասում են, գիտես ջանդամ է, որ մենք լավ չենք ապրում, այս պոմիդորը ոչինչ, թող փչանա, թկած պոմիդորի վրա, կարևորը դու կալանավորի պայմանական, օրինակ այսօր Ծառուկյանը ստանում են խոզարկություն անում, արի կլինի դու կալանավորի Գագիկ Ծառուկյանին, ոչինչ, թող մենք սենց վատ ապրենք, բայց զատո Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր հոգից փառավորվեց։ Այո, Զատո հոգից կփառավորվի, որ դերում։ Ես չեմ հավատում նման։ Կարեն, արի չմոռանանք, որ Նիկոլը սովորություն ունի, հա, իր ինչ որ ձեռնտուչի իրեն գցել դիմացինի գրպանը, որովհետև այս հիմա շատ լավ առիթ է եւ հարմար առիթ է, հա, այս ձերբակալությունների ֆոնին ասել, որ գիտես, ինչ ժողովուրդը ինձ մանդատ է տվել եւ այդ մանդատը ինձ հնարավորություն եւ շանս է տալիս կատարել ժողովրդի պահանջը։ Այսինքն ժողովրդի գրպանը գցելու սովորության համաձայն այս մարդը անում է ինչ որ իր փառավորվելու եւ փառավորվելու։ Իհարկե, սա առաջին դեպքը չի։ Հիշենք 2021 թվականին, երբ նա ընտրությունների էր մասնակցում, իր նախընտրական քարոզարշավում ներառված էր, որ ինքը պետք է Շուշին ու Հադրութը դեօկուպացնի, հետ բերի մեր կորուստները, Արցախի հարցը լուծի ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակներում, սակայն իշխանության գալով, այսինքն մանդատ ստանալով այդ օրակարգի համար նա կատարեց տրամագծորեն հակառակը, տեսանք ինչ արեց, ի վերջո մենք կորցրեցինք, ամբողջովին կորցրեցինք Արցախը եւ տարիներ անց նա ինչ ասեց, նորից գցեց ժողովրդի գրպանը, ասում էր, որ ես քարոզարշավի ժամանակ sense գնում եի Արցախը հետ բերելու վճռականությամբ, բայց իմ դեմը դուրս եկան իր հնարած բարերն այն շուտ, սնուցող մայրեր եւ նահապետ հայրեր ինձ ասին՝ մի րոպե, մենք ոչ մի բան չենք ուզում, ոչ Արցախ, ոչ ազգային արժեքներ, ոչ մի բան, ընդհանրապես ոչինչ մեզ պետք չէ, մեզ միայն տուր խաղաղություն ու հաց, ուրիշ ոչինչ մեզ չի հետաքրքրում եւ ինքն էլ sense ստիպված խեղճ մարդը գնում էր Արցախը հետ բերել, բայց սնուցող մայրերն ու նահապետ հայրերը իրեն կասեցրեցին այդ ազգանավեր գործում, դե ինքն էլ ինչ անի, խեղճ մարդը ստիպված միայն խաղաղություն բերեց, իսկ հացը դեռևս չի բերում, որովհետեւ տեսնում եք, որ խեղճ գյուղացիները չգիտեն ինչպես իրացնեն իրենց բերքը, այսինքն նույնիսկ խաղաղությունն էլ չի բերել այդ ճակեր, այո, հիմա նույնն է տեղի ունենում, նա վերընտրվել է եւ ամենը գցում է ժողովրդի գրպանը, որտեղ ժողովուրդն է մանդատ տվել, Ծառուկյան ջան, կներես ես չէի ուզում քեզ կալանավորեի, բայց Ախուրյանցի անոն ամեն անգամ որ դուրս է գալիս ինձ ընդառաջ, ինձ ասում է երբ ես դու վերջապես Ծառուկյանին կալանավորելու, Ախուրյանցի անուն դարձի է եկել։ Ախուրյանցի անուն sense կերպարը հավաքական, դասականն է, հիմա կարող է դարձի է եկել, բայց այդ անունը մնացել է որպես նիկոլականության դասական օրինակ, զուտ այդ կոնտեքստով եմ բերում։ 18-ին էլ Պողոսը չի հասկանում ոչինչից, ընդհանրապես Պողոսը չի հասկանում ոչ սահմանադրությունից, Պողոսը չի հասկանում ոչ գործընթացներից, ոչինչ։ Պողոսի գիտակցությունը արտանում է միայն այն ժամանակ, երբ ընտրատեղամասում պետք է ընտրի ԿՊ-ին, հետո նորից հանգում է Կարեն, արի մենք հիշեցնենք մեր դիտողին, որ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, տարածեք, անպայման հարցեր ուղղեք, որովհետև այսօր հարցերը եւ թեմաները բավականին շատ են եւ մենք փորձելու ենք անդրադառնալ ըստ բանը, հա, հերթականության։ Հարգելի է։ Ակտիվ ենք լինում եւ փորձում ենք
հնարավորինս հարց ու պատասխանի միջոցով նաև, հա, այսօրվա մեր եթերակը։ Արտուր, որպեսզի երկուսս նույն բանը չանենք ու ասենք չկտրվենք եթերից, խնդրում եմ դու զուգահեռ նաև հետևես մեր դիտողները ինչ հարցեր են ուղղում մեր YouTube-յան ալիքում, գրառումների տակ, մեկնաբանությունների տակ, առանձին կոմենտները մեզ ուղարկեն, հա, առանձին էջով, որպեսզի ես առանձին անդրադառնամ Սահմանադրական դատարանի որոշմանը, որը տեղի ունեցավ տարածիորեն 2 օր առաջ Սահմանադրական դատարանը գտավ, որ Հայաստանում ամեն ինչ տեղի է ունեցել արդար եւ թափանցիկ եւ չի եղել գեթ 1 ընտրախախտում, որը կանոնադառնար ընտրությունների արդյունքների Այսինքն անփոփոխ թողեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի Ինչը իհարկե սպասելի է, որովհետեւ իմ խորին համոզմամբ այդ վճիռը կայացված էր դեռևս նախքան 7 ընդդիմադիր ուժերը կդիմեին Սահմանադրական դատարան ընտրությունները չեղարկելու համար այդ վճիռը արդեն կար, պարզապես պետք էր գործընթացի օրինականության ֆոնը ապահովելու համար ինչ-որ ժամանակ շահեր, որից հետո ուղղակի կկարդային վճիռը։ Գիտես, սա է մտածում, որ ես ինքս էլ շատ փայլուն Սահմանադրական դատարանի դատավոր կլինեի, անկախ նրանից ունեմ իրավաբանական կրթություն թե ոչ, սակայն հայերենից վատ չեմ եւ եթե ինձ մնում է միայն կարդալը ինչ-որ մի վճիռ, հենց որ թափավորական աթոռին ներկայացնում եմ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու մոտ ապագայում չգիտեմ թակավորական աթոռին կարայր նստեի այնտեղ ժամերով ճառեր ու բանավեճեր էր ծանրանում այնպես որ կարայր ընթացքում քնեի քրոմում եւ 12 ժամ ելույթ էին ունենում ես դրա խնդիրը չունեմ բայց պարտադիր ակնոցը պիտի լավ բայց ինչ սպասելիք ուներ Արտուր ընդդիմությունը ստեղծվել հա այդ բարձր դատարանի Հիմա նայ դիմելով Սահմանադրական դատարան եւ վիճարկելով ընտրությունների արդյունքները ինչ ես կարծում արդյոք ընդդիմությունը իրականում ուներ այն ակնկալիքները որ գուցե Սահմանադրական դատարանը հայցը բավարարի եւ նշանակի արտահերթ ընտրություններ Գիտես որ ես դա մեր ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչների հետ խոսում եի եւ ասում եի գիտեք ինչ դուք ժամանակ եք շահում որովհետեւ դուք հստակ գիտեք թե Նիկոլի ստեղծած Սահմանադրական դատարանը դատավորներով հանդերձ ինչ որոշում է կայացնելու։ Նրանք ասում են, հա, գիտենք, բայց մենք նաև ուզում ենք թղթի վրա եւ սեղանի վրա ունենանք նրանց որոշումը, հա, որովհետեւ հետո դա մեզ պետք է լինելու։ Այդ հետո մեզ պետք է լինելու տրամաբանությամբ էլ այսօր իրենք հայտարարեցին, այսինքն 3 հայտարարեցին ուժեղ Հայաստանը, որ մանդատները վերցնելու են եւ գնանք ազգային ժողով ճիշտ որոշումը այնուամենայնիվ որոշվեց, որ պետք է մանդատները վերցնենք։ Հիմա այս տրամաբանությամբ իրենք գնալու են ազգային ժողով եւ փորձելու են ազգային ժողովում ապահովել ընդդիմադիր նստարանները, բայց այնտեղ չի լինելու Արցախի դրոշը, որովհետեւ Նիկոլը հիշում է, չէ, օրեր առաջ ասեց այդ բաները, որ դրած էին սեղանին, չեն լինելու։ Ինքը նույնիսկ դրոշ անունը չտվեց, հա, Արցախի անունը։ Որքան հիշում եմ, հիմնավորման մեջ մանդատները վերցնելու, նաև չի բացառվում փողոցային պայքարը, որովհետև երեկվա հայտարարության մեջ նշվում էր, որ մենք պայքարը կսկսենք ճիշտ այն ժամանակ, որը կգտնենք արդյունավետ է, որպեսզի գործընթացները հանգեցնենք հանգուցալուծման, այսինքն հետևյալն էր հայտարարության միտքը, որ մենք ժամանակավրեպ որևէ գործողություն չենք սկսի, ժամանակավրեպ որևէ քայլ չենք անի, որը կարող է տապալվել քաղաքական գործունեության համատեքստում կարող է տապալվել եւ նաեւ հույս էին հայտնում, ես մի քիչ չեմ կարողանում հասկանալ այդ հույսի արդարացվածությանը, այնուամենայնիվ հույս կար, որ այդ ընթացքում կարող են լինել ԿՊԱ-ական պատգամավորներ, որը արտանան մի օր ասեն, բայց все-таки հա էլի իրոք, էլի ճիշտ չի էլի Նիկոլա այս ամեն ինչը անում, արի գնանք միանանք ընդդիմությանը ու գնան միանան ընդդիմությանը եւ նպաստեն իշխանափոխությանը։ Ամենայն դեպս 8 տարում նման տեղի չի ունեցել։ Երկու ԿՊԱ-ական են դուրս եկել Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, այն էլ որևէ կապ չուներ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ ընդհանրապես, այլ զուտ պայմանավորված էր, մեկինը պայմանավորված էր քրեական գործերով, Հակոբ Ասլանյանին էլ պայմանավորված էր, որ ընդհանրապես չի հավատում, որ Հովիկ Աղազարյանը կարող էր նման բաներ անել եւ այդ երկու ԿՊԱ-ականն են այսքան ժամանակ տեսել, բայց նրանք էլ չմիացան այնուամենայնիվ ընդդիմությանը, թեպետ ընդդիմադիր դիրքերից հանդես են գալիս իրենց նախկին առաջնորդին, ում շնորհիվ հավատացին Հիսուս Քրիստոսի գոյությանը, գամում են անարգանքությունին, բայց դա ընդհանրապես
իմ կարծիքով կարակոց է օդում։ Հիմա Արտուր ջան, խնդրում եմ դու հետևես, եթե Գիտես, ես հիմա մանդատների վերցնելու հետ կապված Հայաստան դաշինքը դեռ հայտարարությամբ հանդես չի եկել, կարծում եմ այսօր կամ ժամեր անց հանդես կգա, բնականաբար վստահ եմ, որ իրենք էլ ասելու են, որ գիտեք ինչ, ուժեղ Հայաստանը, որը ձայների մեծամասնությամբ ընդդիմադիր է, մենք հետևելով դիմադիր ես, երը այլ շեշտացում մենք հետևելով իրենց, դե որ իրենք վերցնում են, մենք ոնց կարող ենք չվերցնել։ Եթե իրենք չվերցնեին մանդատները, մենք կմիանայինք իրենց եւ կփորձեինք համատեղության կարգով մանդատները։ Բայց Արտուր, արի հարցին այլ տեսանկյունից մի հատ մոտենանք։ Պայմանականորեն ասած չեն վերցնում մանդատները։ Բայց եթե չես վերցնում մանդատները, ուրեմն դրան իշը մի քայլ պետք է հաջող։ Բնականաբար։ Հիմա եթե չես Այդ ստացվեց այն պահը, երբ որ իրենք մինչև ընտրությունները քարոզարշավի ամբողջ ընթացքում ասում են մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Բայց հիմա ոնց հասկանում եմ գաղտնի պլան կա։ Հիմա այդ գաղտնի պլանը ո՞րն էր, մանդատ վերցնելը։ Ստացվեց, որ գաղտնի պլանը հայտարարություններ են բանի, որ մենք մանդատները վերցնում ենք, գնում ենք ազգային ժողով, փորձելու ենք ազգային ժողով եւ փողոց գեներացնել եւ համատեղելիության կարգով։ Բայց ճիշտ ժամանակին չի ասվել, որ հենց մտանք ազգային ժողով, պետք է սպասենք ճիշտ ժամանակը գա։ Հիմա այդ ճիշտ ժամանակը կարող է լինել մի ամսից, կարող է լինել մի տարուց, կարող է լինել 5 տարուց, ասենք այս է իսկական գաղտնի պլանը, որովհետեւ ինչ գաղտնի պլան այլևս դեպքում գաղտնի է, մենք չգիտենք այդ պլանի մասին, այնց որ հələ փորձենք խուսափել այդ պլանից խոսել, լսի գաղտնի է պլանը։ Երբ որ մենք խոսում ենք այդ պլանի մասին, ստացվում է մենք գիտենք ոնց են իրականացնելու process-ները, բայց քանի որ պլանը գաղտնի է, ոչ մի կետ բացահայտված չէ, բացի նրանից, որ գուցե 5 տարվա ընթացքում լինեն падգամավորներ ԿՊ-ից, որոնք արթնանան ու ասենց վրեկները բան իշնի, ճշմարտության քող իշնի, գուցե իշնի, բան չունեմ ասելու։ Հակոբ Աղազարյանն էլ մի օր արթնացավ ու տեսնելով Նիկոլ Փաշինյանին հավատաց Հիսուս Քրիստոսին այն պարագայում, երբ որ մարդը ամբողջ գիտակցական կյանքը աթեիստ էր։ Հիմա ինչ ես բացառում, որ էլի կլինեն ԿՊ-ականներ, որոնք առավոտյան կարթնանան եւ ճշմարտության քողով կբացվի իրենց աչքերը։ Գիտես, հետո մի այսպեսի բան երեք նկատեցի, երբ որ Նարեկը Կարապետյան հայտարարեց, որ մանդատները վերցնում ենք, եւ սկսվեց այդ իրենց մանդատակիր նորելուկ падգամավորների, այսպես ասած, հայտարարությունները, մեկը ազգային ժողովի շենքի դիմացից նկար պարտադիր, մեկը Սամվել Կարապետյանին թևանցուկ եւ այլն, գիտես աբսուրդը որն է, որ այս մարդիկ մի հատ էլ բան են անում, հա, այդ մուննաթով եւ նաեւ այդ մեղքի իրանց չափաբաժինը գցում են այն մարդկանց վրա, ովքեր որ իրենց ընտրել են։ Ինչու՞։ Հիմա ասեմ։ Երեկվանից անընդհատ սենց է գրում են տեքստերը այդ որ կարդում էի, բա գիտեք, մենք ընկել ենք ծանր բեռի տակ, այնպես չի որ մենք այդ մանդատի կարիք ունենք։ Այո, այդ ես քո համար եմ վերցնում։ Ես Պարքևավճարը աշխատավարձակից ստանամ հանուն քեզ, ես ուղղություններ կանեմ իրանք նաև հանուն արդարության ասեմ, որ աշխատավարձ պարգևավճարներ, երբ որ դրա մասին խոսքեր գնում, մենք կարող ենք դրանից հրաժարվել։ Ոնց է ապրելու մարդը։ Իրենք հարուստ են, իրանք կարան ապրեն։ Հիմա մեզ չի հետաքրքրում թե իրանք ոնց կապրեն, բայց այնուամենայնիվ այդ մեղքի զգացումը, որ գցում են դիմացինի վրա, հատկապես այն մարդկանց, ովքեր որ ջանք ու եռանդ, էներգիա, ժամանակ, ոչ մի բան չի խնայել այդ մարդը, հա, նույնիսկ իմանալով ցուցակում ովքեր կան, այդ քաղաքական ոտաբոբիկները, այդ քաղաքականության մեջ երբևէ չեղած մարդիկ, պայքարի դուրս չեկած մարդիկ, ու ինչ են ասում, մենք մի տարիա պայքարում ենք։ Մենք մի տարիա, դու հասկանաս, մենք մի տարիա պայքարում ենք եւ մեր ամբողջ քաղաքական թիմը կտանքների է ենթարկվում, դատավճիռներ են կայանում, 80-ից ավել քաղբանտարկյալներ ունեն եւ այլն, հասկանում ես, քիչ ամնում այդ ամբողջ տեքստը որ կարդաս այսպես լսես Նարեկ Կարապետյանին ու սկսես հուսաթաթախ հեծկլտոցը, էլի։ Ինչեւ կհեծկլտաս, ինչ կհեծկլտաս, արի քաղաքականության մեջ հայտ ես ներկայացրել։ Հարցի շուրջ նաեւ հիշեցնենք, ոչ թե կենտրոնանանք, հիշեցնենք, որ այս խնդիրը մեր քաղաքական դաշտում նոր չէ, նա տարիների արմատ ունի, քաղաքական դաշտում կա անկեղծության դեֆիցիտ։ Եթե հետևում ես մեր գործիչների
հիմնական մեծ մասի տարիների գործունեությանը սկսված դեռևս 90-ականներից մինչ այսօր, նայ բոլորը միաբերան մի բան են ասում, ես չեմ ուզում լինել падգամավոր, ես չեմ ուզում լինել նախարար, ինձ այդ ամեն ինչը պետք չի, ես այդ ամեն ինչը անում եմ հանուն քեզ, ու ստացվում է դու մի հատ էլ պետք է գնաս իրանց տան առաջ մոմ վառես, իրանց շնորհակալություն հայտնես, չգիտեմ, գլուխ խոնարհես իր առաջ, որ ինքը նշանակել է նախարար, նույն բանը Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ պետք է ժողովուրդը ուրախ լինի, որ իր նախարարները ստանում են բարձր աշխատավարձ, ստանում են պարգևավճար, այսինքն պետք է շնորհակալություն հայտնենք քո լավ կյանքի համար, քո բարեկեցության համար, այսինքն ինքը բարեկեցիկ է ապրում հանուն քեզ, նույնն էլ հիշենք, երբ որ ազգային ժողովը ժամանակին, ոչ Նիկոլ Փաշինյանն, դեռևս ժամանակին ընդունեց օրենք, որ ազգային ժողովի падգամավորները այնուհետև անկախ նրանից ինքը այդ պահին քանի տարեկան է, թոշակի անցնելուց հետո պետք է ստանան շատ բարձր թոշակ համարյա մոտ падգամավորական աշխատավարձին, ստացվում է մանկավարժը, բժիշկը, մյուսը, որը իրոք աշխատանք են կատարում հանրությունում, իրոք օրինակ ուսուցիչը կերտում է, մանկավարժը կերտում է ապագա, բժիշկը փրկում է մարդկանց կյանքեր, այդ բոլորը հեշտ, բայց падգամավորը, որ գուցե լինեն падգամավորներ, որոնք անլեզու գործունեություն են ծավալել, ուղղակի որպես բուտաֆորիա, որպես ֆուտլյար եղել են ազգային ժողովում նստած եւ քծնանքի շնորհիվ ձեռք են բերել այդ մանդատը, այնուհետև պետք է ծերությունը վայել են ապահոված ու բարեկեցիկ, իսկ մանկավարժը կամ բժիշկը պետք է այդ քրչոտ 10,000 դրամների համար շնորհակալ լինի, որը իր կյանքում խոշոր հաշվով որևէ հարց չի լուծելու։ Դե նույնը թոշակներին էր վերաբերում, հատկապես ծերերը, ովքեր որոշում են, ասում էին դե Նիկոլը էլ ինչ անի, առողջապահությունը անվճար է, թոշակը մեր բարձրացրել է, էլ երկնքից ինչ եք ուզում, կրակ եք ուզում։ Եվ այդ տրամաբանությամբ շատ մարդիկ գնացին նաև ձայն տվեցին ԿՊ-ին։ Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ ԿՊ-ին ձայն տվողներին, որովհետև ԿՊ-ին ձայն տվողները կոնկրետ ընտրազանգված է, որին դարձի բերել անհնարին։ Չէ, ես հույսս չեմ կտրում, այնուամենայնիվ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի չեմ ուզում հանրությանը բաժանենք սևերի ու սպիտակի, դարձի եկողների եւ չեկողների, բոլորն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եւ այդ մարդիկ մեղավոր չեն, որ դարձել են խաբեության զոհ։ Իրականում իրանք կարծիք ունեն այդ մարդիկ եւ երբևէ չես կարողանալու իրար հետ խոսելու ընթացքում նույնիսկ, երբ որ ինքը ասելու է թե ես ինչու եմ գնացել եւ ԿՊ-ին ձայն տվել, դու չես կարողանալու հակառակը պնդել, թե ինչու Նիկոլ Փաշինյանը այս 8 տարիների ընթացքում արել է այս, ինքը ասելու արել է այն դրական բոլոր քայլերը։ Հիմա ես նաեւ իմ ամբողջ այսօրվա մտահոգությունը նաեւ նրանում է կայանում, որ իմ այլևս պայքար որպես այդպեսին չեմ ուզում ասել, որ իշխանությունը դուրս է մնում այս պայքարի գոտուց, որովհետև իմ ամբողջ շեշտադրումը դնում եմ ընդդիմության վրա։ Ինչու եմ դնում ընդդիմության վրա, որովհետև մենք ձայն ենք տվել ընդդիմությանը, ընդդիմությունը մեզ խոստացել է իշխանափոխություն, ոչ թե ասելա գիտեք ինչ, եթե հանկարծ այնպես չստացվի, որ մենք բացարձակ այդ հաղթանակ վիճակը չկարողանանք տոնել, մենք մանդատները չենք վերցնելու կամ վերցնելու ենք։ Ինքը կոնկրետ խոստացել է իշխանափոխություն, բայց այսօր մենք տեսնում ենք, որ ազգային ժողովում տեղի են ունենում ընդդիմափոխություն, ընդհանրապես իշխանափոխությունը վերածվեց ընդդիմափոխության եւ ամենազավեշտալին այն է, որ մենք այդ ցուցակի հաջորդականությունը երբ որ տեսնում ենք, մոտավոր մի 30 հոգի են, հա, այնտեղ կարծեմ, չգիտեմ, ինչ հարց պիտի իրենք լուծեն, եթե նույնիսկ իրենք քաղաքական Բայց մի կարևոր հանգամանք կա, որի մասին քիչ է խոսվում, որովհետեւ ըստ էության դեռևս 2-3 օր է, որ այդ նախագիծը օրենքի ուժ է ստացել, նայ, նախքան խորհրդարանում ընդդիմադիր գործունեություն ծավալելը, դու պարտավոր ես լինելու երթվե այն տեքստով, որը գրել է ԿՊ-ն, այսինքն այն տեքստով, որը գրել է Նիկոլ Փաշինյանը, այդ տեքստից հանված են բոլոր այն դրույթները, որոնք վերաբերում են ազգային նպատակներին եւ այլն, այսինքն այդ որոնք վերաբերում են հայրենիքին, չկա ոչ հայրենիք ձևակերպումը, ոչ ազգային նպատակներ ձևակերպումը, ոչինչ, այսինքն դա մի տեքստ է, որը զուրկ է ազգային նպատակներից, պատմական հիշողությունից, հայրենիքից եւ այլն եւ այլ ավելին
Ցանկացած падգամավոր այդ թվում ընդդիմադիրները նախքան օրենսդիր գործունեություն սկսելը պետք է երթվեն Նիկոլ Փաշինյանի տեքստով եւ տարածիորեն կրկնեն Նիկոլ Փաշինյանի բառերը եւ վերջում գուցե ոմանք լինեն որ փորձեն գոռալ նաեւ Նիկոլ Փաշինյանի ձայնով կամ Նիկոլ Փաշինյանի միմիկայով այնուամենայնիվ շեշտադրումով սակայն պետք է գոռալ պատրաստ է մասամբ ամբողջությամբ հրապարակված չի բայց ձևակերպումները փոփոխությունները կան եւ վերջում գոռան փառք նահատակներին կեցե Հայաստանի Հանրապետությունը արի մի բանի վրա ուշադրություն դարձնենք որևէ վատ բան չկա իրականում երբ որ մարդը գոռում է փառք նահատակներին եւ որևէ վատ բան չկա որ մարդը գոռում է կեցե Հայաստանի Հանրապետությունը հակառակը պետք է միշտ փառք տալ մեր նահատակներին եւ պետք է միշտ կարևորել Հայաստանի Հանրապետությունը, բայց կա մի կարևոր բայց այդ ամենը զերծ է անկեղծությունից մեկ, այդ ձևակերպումը ունի հստակ քաղաքական նպատակ, այսինքն այդ ձևակերպումից դուրս է թողնվում մեր հայրենիքը, դուրս է թողնվում Արցախը, դուրս է թողնվում արցախցիների վերադարձի իրավունքը, այսինքն ինքը ամբողջովին քաղաքական է, ոչ թե անկեղծություն է, այլ քաղաքական է։ Մեկապարանոց։ Այո, հիմա ստացվում է բոլորը, ովքեր որ ուզում են վերցնել մանդատը, կապ չունի արդեն իշխանամետ, իհարկե իշխանամետները հաճույքով են գոռում եւ կապ չունի ընդդիմադիր, գուցե եւ ընդդիմադիրները հաճությամբ այդ տեքստով երթվեն, բայց նախքան Նիկոլ Փաշինյանին հեռացնելը դու պարտավոր ես լինելու երթվել Նիկոլ Փաշինյանի տեքստով։ Գիտես ամրազավեշ տալին որն է, երբ որ տեքստը դեռ պատրաստ չի, բայց օրենքը որպես այդպեսին իրենք փորձեցին, հա, ազգային ժողովը։ Չէ, տեքստը պատրաստ է իրականում երթման տեքստը պատրաստ է, ուղղակի իմ աշխով ամբողջական տեքստը չընկավ, այլ միայն ընկավ այն փոփոխությունները, որոնք արվել են տեքստում։ Բանը ես քանի որ падգամավոր չեմ, առանձնապես չփնտրի չեմ լինելու։ Ես առանձնապես չփնտրեցի, որ ամբողջ գիտես ինչ, բանը մի հատ խոսք կա, գիտես ասում են դուրս խոսքը էշին են ասում։ Պարտադիր չի ամեն ինչը տառացիորեն մինչև վերջին ստորակետը տեսնես, որպեսզի պարզ լինի արդյունքը, որպեսզի պարզ լինի դրա նպատակը եւ դրա հետևանքը մի քանի տողը բավարար են որպեսզի պատկերացումը կազմել ամբողջի մասին եւ եթե խորանանք սկսենք զբաղվել տարակերությամբ ապա սովորաբար Նիկոլ Փաշինյանը հաղթում է ընդդիմադիր այդ բանավեճերում հենց տարակերությամբ Այստեղ գրել են մեր հետևորդները հոգով, սրտով, գործ կարող, գործ տվող Նիկոլիզմ, ամեն մի պետական ինստիտուտը վերածված Նիկոլի կամքին եւ կոճակներով Հայաստանն էլ վարի է տալիս, հա, մոտավորապես այսպես մարդը իր կարծիքն է գրել եւ նաեւ անդրադառնանք ընտրական օրենսգրքի փոփոխությանը Մինչ դրան անդրադառնալը, հա, որովհետև այդ փոփոխությունների համատեքստումը, հա, դա, նայ։ Շատ ոգևորությամբ ասացիր, չես կարդում, կարո։ Հիմա ազգային ժողովը վերջին արտահերթ նիստով նաև ընդունեց հետևյալ օրենքը։ Նայ, ժամանակին մինչև չընտրվեր ազգային ժողովի փոխնախագահը, չընտրվեին փոխնախագահները, իդեպ որոնցից մեկը պատկանում է ընդդիմությանը, մինչև չընտրվեին հանձնաժողովի նախագահները, ազգային ժողովը չէր կարող շարունակել իր հետագա գործունեությունը, այսինքն նիստերը պետք է արվեին այնքան այդ օրակարգով, մինչև ընտրվեր ԱԺ ղեկավարությունը, այնուհետև նոր ազգային ժողովը անցներ իր բնականոն գործունեությանը, իսկ հիմա այս նոր փոփոխության համաձայն ընդդիմությունը կառաջադրի փոխնախագահ կամ կառաջադրի հանձնաժողովի նախագահներ, թե չի առաջադրվի, կընտրվեն նրանք, թե չեն ընտրվի նրանք, բան ազգային ժողովը շարունակելու է իր բնական գործունեությունը։ Հիմա ուզում ես առաջադրի, ուզում ես մի առաջադրի, քո խնդիրն է, բայց ազգային ժողովը չի դադարեցնելու իր գործունեությունը։ Այսինքն սա եւս մի քայլ է պարալիզացնելու ընդդիմադիր գործունեությունը, որովհետև ազգային ժողովի փոխնախագահ առաջադրելը ինքնանպատակ չէ, որովհետև դրանք ունեն նաև քաղաքական կարևորություններ։ Մարդը ազգային ժողովի փոխնախագահի առաջադրում կոնկրետ քաղաքական նպատակով, ոչ թե որ բա ինչ լավ մարդ է, թող գնա ազգային ժողովի փոխնախագահ լինի, չէ։ Հիմա բայց ԽՊԸ-ն կարող է սաբոտաժի ենթարկել այդ տեխնացուին, սաբոտաժի ենթարկել հանձնաժողովի նախագահների առաջադրված տեխնացուներին, որոնք առաջադրել են
ընդդիմադիրները եւ դա որևէ ազդեցություն չունենա ու շարունակեն հանգիստ իրանց աշխատանքը։ Դու ուզում ես գնա հարցազրույց տուր, ուզում ես հայտարարություն ընդունի, ուզում ես մի հատ ծավալուն հոդված գրի, դրանից ոչինչ չի փոխվելու։ Հա կարաս Վարդես Գասպարյանին էլ խնդրես գա մի կես ժամով ազգային ժողովի դիմացը պարկի։ Միևնույն է ազգային ժողովը շարունակելու է իր բնականon գործունեությունը։ Ահա այս փոփոխությունների արդյունք ներքո պետք է մենք հիմա ակնկալենք, որ Հիմա ասացին համաձայն 3 շատ ուշ ժամի, երբ որ հայտարարվեց, որ պետք է մանդատները վերցնենք, դրանից կարծես մի 2-3 ժամ հետո Նարեկ Կարապետյանը գրքի լայվ մտավ եւ ասեց, որ օրինակ մի կին թե մի մարդ ասել է, որ դուք այդ դրա համար եք այս ամբողջ պատմությունը սարքել, ասում եք հաղթելու ենք, որպեսզի մանդատ վերցնեիք եւ գնայիք ազգային ժողով։ Նարեկ Կարապետյանը շատ վրդովված եւ այսպես շատ նեղացած դեմքով եւ վարքով փորձում էր այդ գրողին կամ այդ ով որ դե հիմա տիկին էր թե տղամարդ էր, հիմա կարող է շփոթում է, բայց այդ մարդը ով որ իրեն ձայն ա տվել եւ այդ մարդը լիիրավ իրավունք ունի ասելու թե ինչու էս մանդատը վերցնում եւ դա շատ նորմալ է։ Հիմա այս մարդը, որը ուժեղ Հայաստանին ձայն էր տվել, այդ մարդուց նեղացել է այս մարդը, ասում է դուք մեզ դրել եք բանի տակ այդ բեռը, որ մենք վերցնում ենք մեր վրա, գնում ենք ազգային ժողով, գիտեք մեր համար հեշտ է լինելու, հա։ Հիմա այս որ դու ինչ որ ասեցիր, ստացվում է, որ եթե նույնիսկ իրենք մանդատ չվերցնեին եւ դուրս գային փողոց, ստացվում է, որ Նիկոլը շարունակելու էր իր համար ազգային ժողովում ջանջ ուրախություն, մինչև ակլորական, չէ, մի րոպե, այն որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու էր իր գործունեությունը։ Հիմա նույնը անելու է մանդատ վերցնելու դեպքում, այն ինչ որ պիտի անի չվերցնելու դեպքում, անելու է ինչ որ, ուղղակի այստեղ մի քիչ բանը սցենարով փոխվելու է, հա, այնտեղ դուրս են գալու ԿՊԱ-ականները, ասեն, որ դու էլ գող փիսո, էլ քաչալչուն չգիտեմ ինչ, նրանք էլ դուրս են գալու, ասեն, խելոք մնացեք, գիտեք, մենք ուժեղ ենք, նրանք էլ ասում են առահատ է քեզ ուժեղ ցույց կտա։ Ու ասած գնալու է, այսինքն այս ներկայացումները մենք շարունակաբար փորձելու ենք եւս 5 տարի մեր աչքի առաջ ունենալ։ Ոչ մի օրենք չեն կարողանալու հաստատել, թեև իրենք նաեւ ասում են, որ գիտես ինչ, մենք մի հատ ձեռքբերում ունենք, Նիկոլը սահմանադրական մեծամասնություն չունի։ Արտուր ջան, իդեպ հետ քո խոսքի վրա։ Այո։ Մեզ միացավ։ Չէ, մեզ ոչ ոք չմիացավ, ազգային ժողովին միացավ Հայաստան դաշինքը։ Հայաստան դաշինքը ընդունեց հայտարարություն, որ խորհրդարան է գործուղելու գաղափարական եւ անկոտրում քաղաքական թիմ։ Ծափահարություններ։ Բայց ես մի ուրիշ բան ասեմ։ Հիմա արդեն պարզ է պատկերը։ Միանգամից հիշեցի 21 թվականը, արդեն ես կարող եմ իհարկե կարդալ։ Լավ, խոսա։ Բան անջատ է Կարենի միկրոֆոնը։ Ես հիշեցի 21 թիվը։ Հիշում ես, որ ինչ որ պատճառներով Հայաստան դաշինքը նեղանում էր, չէր գնում ազգային ժողով, որոշում էր բոյկոտել նիստերը եւ այլն, եւ որ հարցնում ենք, ասում էինք, հիմա ինչ պատճառաբանությամբ եք մտնում ազգային ժողով, ասում էր մեր օրակարգով, հիշում ես։ Հիմա նույն դրամաբանությամբ ես հիմա ասեմ դու շարունակես, ես թողնելու եմ քեզ տարիքաբան այդ ամենը հաշվենք առնելու։ Հիմա այս նույն դրամաբանությամբ հայտարարությունը ինչ որ դու կարդացիր այդ երկու տողը նույն չէ, ցել ընդամենը վերնագիրն է կարդացել ուղղակի։ Հիմա այդ պատճառաբանությունը կա, թե ինչ հիմնավորմամբ են նրանք վերցնում մանդատները նախ հիմնավորման մեջ նշվում է, որ չպետք է անտեսել ավելի քան 550,000 քաղաքացիների տված քվե։ Այսինքն 550,000-ը հետո մատնանշված են նաև այն կետերը, որոնք պետք է լինեն օրակարգում, առաջնային օրակարգում։ Այն է Հայաստանի սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխումը, երկրորդը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանությունը, երրորդ քաղբանտարկյալների եւ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը եւ վերջապես գործող
վարչախմբի հերացումը։ Իդեպ Արտուր ջան, ավելի վաղ, բացի խորհրդարանական ընդդիմադիր ուժերից, նաև միասնական, այսպես ճակատ էին ձևավորել, նաև տվյալ ուժերին միացել էին Բարգավաճ Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսը, ազգային ժողովրդական բևեռը, նորից նույն կետերի, որ պետք է պայքարեն քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում, կանխեն եկեղեցու դեմ գրոհը եւ պաշտպանեն վեհապարին, ինչպես նաև այն կետը որներ երրորդը մոռացա այս պահին մի րոպե, ինչպես նաև կանխեն սահմանադրական փոփոխությունները, որը պարտադրված է մեզ Ալիևի կողմից։ Հիմա ես ուզում եմ մի հատ sense այս կանխավարկածով մոտենանք։ Իսկ եթե իրոք այս ուժերին հաջողվի խորհրդարանական ընդդիմությանը եւ արտախորհրդարանական այն ուժերին, որոնք միացել են այդ հայտարարության, այդ օրակարգին, իրոք հաջողվի կանխել սահմանադրական փոփոխությունները, իրոք հասնեն քաղբանտարկյալների ազատ արձակմանը եւ իրոք կարողանան կանխել հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհը, ինչ վատ բան կա։ Ծխել եմ ուզում, բերեք։ Աբար դες ընդամենը ուզում ասեմ նախ թող փորձեն քայլերը անել, հետո նոր արդյունքը գնահատենք։ Հենց այս գլխից ասում են, որ չի հաջողվելու։ Իհարկե։ Մենք հենց այս գլխից ենք ասում։ Մենք 5 տարի տեսել ենք ազգային ժողովում ինչա կատարվել, ես իզուր չասեցի, հա, երբ որ այս կամ այլ պատճառով ընդդիմությունը դուրս էր գալիս եւ չէր մասնակցում եւ բոյկոտում էր ազգային ժողովի նիստերը, այդ մարդիկ ասում էին մենք մեր օրակարգով գնում ենք, մեր օրակարգը չգիտեմ, մի օր էլ որոշեցին Արցախը փաթեթավորված հանձնել, այդ ասում եմ, այդ Արցախի հարցը մենակ Նիկոլի վրա չի, Արցախը հանձնվել է ընդդիմության, ազգային ժողովի ընդդիմության եւ իշխանության, այս ճանճը ինչ որ Նիկոլի կողմից հայեկել կամ ընդդիմության, չգիտեմ, ինձ անդադ խանգարումը, բայց երկու համատեղ ուժերի ներքո Արցախը լինեն երբևէ իշխանություն, երբեք չեմ ուզենա որ քո նման ընդդիմություն ունենան, որովհետեւ դու չես թողում մարդկանց հնարավորություն չես տա, հիմա դու քայլ անելու, մարդիկ հələ այսօր հայտարարեցին, որ ուզում են քայլ անեն, հələ մի հատ վաղը կա նոր, ասենք որ չի ստացվելու, մենք այս գլխից ասում ենք ախպեր, դու չես կարողանալու անես։ Մի րոպե, Նիկոլը, այս անում դու չես կարողանում կանխել, արի երկուսն էլ հեռացեք, մենք էդ ենք, չէ՞ հիմա, դու էդ ես, չէ՞ ասում հիմա, բայց մի օր գոնե ժամանակ տանք մարդկանց մի հատ քայլ անեն, չէ՞։ Մենք 5 տարի տվել ենք այդ ժամանակը, հիմա էլի եւս եթե պահանջվելու է եւ այտենց հարմար է, եկեք 5 տարի էլ եւս տանք, ջանդամը թես բանը, ասենք Արցախը չի հանձնվել, ջանդամ Արցախայության իրավունքներ, վերադարձի իրավունքներ, ջանդամ թե Հայաստանը այսօր կա վաղը չկա, այն որ քարոզարշավի ժամանակ ասում, սա ընտրություններ է լինել թե չլինելու մասին, սա հիմա ընտրություններ է լինելու թե չլինելու մասին։ Հիմա մանդատը վերցնում եք գնում եք ազգային ժողով, որպեսզի Հայաստանը լինի, ընկերներ։ Լինել թե չլինել, այս է խնդիրը։ Արտուր ջան, եւս մի նախաձեռնության, այսինքն արդեն նախաձեռնություն չէ։ Մի օրվա մեջ հանդես եկան նախաձեռնությամբ եւ մի օրվա մեջ կայացվեցին որոշումներ։ Նայ, ԿՊԱ-ական կին падգամավորները հանդես եկան նախաձեռնությամբ, կին падգամավորները ընդ որում 4 կանայք էին։ Մանավազյանը, Ջուլհակյանը, Հասմիկ Հակոբյանը, Ալխաս էր անունը, Ալխաս ազգանունը մոռացա, Ալխասը։ Մի խոսքով 4 կանայք ԿՊԱ-ական հանդես եկան նախաձեռնությամբ, որով սահմանափակեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքը, իսկ ընտրական իրավունքը ամենակարևոր ամենագլխավոր իրավունքներից մեկն է, որովհետև դրանով է մարդը մասնակցում քաղաքական կյանքին, իդեպ կարող է մարդը ոչ միայն ընտրել, նաև հայտ ներկայացնել ընտրվելու, սակայն մարդուն ասում են, եթե դու գնացել ես Խոպան աշխատելու, թեպետ մարդը լավորից չի գնում Խոպան աշխատելու, եթե մարդը իմանա, որ այն ապրուստը, որը հայթայթում է, այնտեղ կարող էր հայթայթել այստեղ, երբեք ընտանիքը չի թողնի եւ գնա, չգիտես, որտեղ ասֆալտ փռելու, բայց եթե մարդը գնում է աշխատելու եւ եթե հանգարց իրենք 366 օր են սահմանել, 2 տարվա մեջ 366 օր պետք է լինես Հայաստանում։ Եթե հանգարց 365 օր եղար չեղար Հայաստանում, դու իրավունք չես ունենալու ընտրես։ Ավելին, ընտրություններից առնվազն 48 օր առաջ հերթական, իսկ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ դու պետք է լինես Հայաստանում, եթե ինքնաթիռդ
օթանավակայանում ինչպես ասում են ապազդաննի տվեց եւ դու ոչ թե 48-րդ օրը եկար, այլ 49-րդ օրը դու չես կարողանալու ընտրել։ Հիմա սա նայ, Արտուր ջան, ես ամբողջացնեմ, դու քո կարծիքը ասա, նայ, եթե մինչ այդ ԿՊ-ն հանրությանը բաժանում էր սևերի եւ սպիտակների, Նիկոլ Փաշինյանը սկսեց հանրությանը բաժանել ողջերի եւ մեռածների, այժմ ԿՊ կանայք հանրությանը բաժանում են ոչ լիարժեք եւ լիարժեք քաղաքացիների, որտեղ դու չես կարողանալու ընտրել ու ընտրվել, դու ոչ լիարժեք քաղաքացի չես։ Ալխասներ կարծեմ, հենց այս նախագիծը փորձում էին կյանքի կոչել, ասեց, իսկ ով ասել, որ պետքա մարդիկ գնան իրենց համար դրսերում այդ բառը չասեց, բայց հաճույքներ վայելեն, չգիտեմ ինչ անեն, բայց կան այստեղ։ Եթե կարելի է ներսում հաճույք վայելել։ Դե հիմա ասենք դու ասում ես մարդիկ լավ օրից չի, որ Ռուսաստան են գնում, հիմա ասենք ԿՊԱ-ական այդ կնանիք է, կարող ասենք գիտես ինչ, մարդիկ ոչ թե գնում են այնտեղ փող աշխատելու, այլ գնում են սիրուն աղջիկներ, ռուս աղջիկներ։ Չէ, մի րոպե, դա էլ է մարդու իրավունքը, դա էլ է մարդու իրավունքը իդեպ։ Մարդը որոշում իր կյանքը։ Կարա ասենք մարդը տարիներով գնա ասենք Ռուսաստանում կամ եվրոպական ինչ-որ երկրներում արևի տակ կամ էկզոտիկ ինչ-որ վայրերում անցկացնի, հետո ինքը որոշի, գա Հայաստան, Հայաստանի ճակատագիրը իր այդ մի ձայնով որոշի։ Արի շեշտադրումը անենք այս հասարակական լուրջ խնդրի վրա։ Համաձայն եմ ԿՊ-ի հետ նորորքի հետ։ Ուղղակի նայ, երբ որ մենք ասում ենք գնա հաճույքները վայելի, լավ ասա ես։ Խոսում ենք սիրելի Կարեն, թույլ վերջացնեմ, հիմա ես նաև ինչ եմ ուզում ասել։ Այն որ Նիկոլը լիներ ընդդիմություն, մեր ընդդիմության տեղը, ես իհարկե շատ կուզեի, որ Նիկոլը միած sense վերափոխվեր ընդդիմություն եւ գար մեր ընդդիմության այսպես բանը երազներին եւ մի փոքր ինչ որ հուշումներ տար, որովհետեւ եթե Նիկոլը ընդդիմություն գար կհաղթեր անպայման։ Եթե Նիկոլը սահմանադրական դատարան այս քանի օրը տված լինեին այդ բողոք հարկելու հետ կապված, դու պատկերացնում ես Նիկոլը քանի ժամ չէր բացակային այնտեղից, գիշեր, ցերեկ, արև, անձրև, ինքը քնելու էր սահմանադրական դատարանի առաջ, չհաշված կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առաջ եւ ճնշելու էր եւ պարտադրելու էր, որ անցկացվեր օրինական եւ այն իր ասած ազնիվ մղոններից ելնելով որոշում, իսկապես սահմանադրական որոշում։ Իսկ մեր ընդդիմությունն ինչ էր, այս մանավանդ այս մի վերջի օրերին սահմանադրական դատարանում այդ մարդիկ էին, ովքեր որ պետքա ելույթ ունենային եւ իրավական ինչ որ տեքստեր ճառեին սահմանադրական դատարանում։ Արտուր ջան, մենք այս կարևոր հարցը ոնց որ թե ասենք շատ արագ անցանք, ընկանք հաճույքներ վայելելու հետևից դրսում եւ այն արմատներին չանդրադարձանք, այո, հարցի խորությանը չանդրադարձանք, նա յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր իշխանություն պարտավոր է իր քաղաքացիներին ազդակ հաղորդել, որ ինքը տեր է յուրաքանչյուր քաղաքացու, պետք պարտավոր է յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել այնպիսի պայմաններ, որ այդ քաղաքացին ստիպված չլինի արտագնա աշխատանք փնտրելու, այսինքն յուրաքանչյուր քաղաքացի պետք է հանձինս պետության, հանձինս իշխանության գիտակցի, որ ինքը ունի իր ուսերին կանգնած ապավեն։ Սակայն այս նախագծով, որը արդեն օրենք դարձավ, այս նախագծով իշխանությունները վանում են քաղաքացիներին իրենցից։ Մի հատ խոսք կա, կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Հերիք չի մարդը ստիպված է իր ընտանիքը թողնել եւ գնալ դրսում աշխատանք փնտրելու, մի հատ էլ նրանք կրկնակի են պատժում ճակերտավոր ասած, ասելով, քանի որ դու գնացել ես դուրս աշխատելու, դու իրավունք չունես այլևս ձևավորելու այն իշխանությունը, մասնակցելու այն իշխանության ձևավորմանը, որը դու ես պատկերացնում։ Սա լուրջ խնդիր է, սա առաջացնում է պետություն հասարակություն խզում։ Սրանով պետությունը իր քաղաքացիներին օտարում է իրենից եւ բարենպաստ հող է ստեղծում արտագաղթի համար։ Հիմա ինչ ես բարենպաստ հող է ստեղծում։ Հիմա ինչ ես ուզում ասել։ Ես ուզում եմ Նիկոլը 8 տարի մենք ասում ենք անումա այն աղետալի այս վիճակն է, եթե այսպես շարունակի մենք այս վիճակը։ Համաձայն եմ Արտուր ջան, բայց իմ ասածը ամբողջովին մենք խոսում ենք առաջանում բազմահարկ շենքեր, գեղեցկանում է մեր Երևանը, հիմա կարաս ասես, որ մեր Երևանը գնալով։ Չէ, սպասի, բայց հիմա որ ասես ինչ եմ ուզում ասեմ, Նիկոլը անումա շատ կարևոր բան, ազգային մենք խոսում ենք նաև մեր դիտողների համար։ Մի րոպե, մենք հիմա չենք նստածվում, ասենք մեր տան պատշգամբում սուրճ խմում։ Մենք մարդիկ են նայում հակառակվել, որովհետև Նիկոլը անումա այն ինչ որ ժողովուրդը հակառակվի, որ եւ հիմա ինքը ավելին է անելու, որովհետև ժողովուրդը նման բան չի ուզել։
Ժողովուրդը երբեք չի ասել արի սահմանափակի իմ ընտրական իրավունքները։ Ժողովուրդը երբեք չի ասել ինձ վանի քեզանից։ Մեզ նայում են նաև դիտողները եւ մենք պարտավոր ենք մեր հաղորդման միջոցով նաև այս խնդիրները մատնանշել իրենց ամբողջ խորությամբ, որովհետև նա այս խնդիրները սովորաբար լրահոսում արագ տեղ են զբաղեցնում, մարդիկ կարդում են դրանց մասին եւ անցնում են հաջորդ լրահոսին եւ այդ անդադար լրահոսի շրջապտույտի մեջ ուղղակի վերնագրեր են կարդում, մարդիկ մեծամասամբ կարդում են վերնագրեր, սակայն պետք է չէ մարդկանց հանգամանալից մատնանշել այն բոլոր խնդիրները, որոնք առկա են այս բոլոր օրենքներում։ Համաձայն չես։ Դե որ համաձայն ես շատ լավ է։ Համաձայն եմ, բայց խնդրում եմ ընդդիմանալ քեզ։ Ընդդիմացի, իհարկե, ես։ Նիկոլ Փաշինյանը այս 8 տարիների ընթացքում արել է այն ինչ որ արել է, ընդդիմությունը իրեն բացարձակապես չի խանգարել եւ այս մանդատների թեման էլ փորձելով ամփոփել, թող վերցնեն գնան, որովհետեւ ստացվեց այնպես, որ այն մարդիկ, ովքեր որ ընտրեցին այլ նպատակով, իշխանափոխության նպատակով, փաստորեն ընտրեցին նրա համար, որ այս մարդիկ մանդատները վերցնեն, գնան ազգային ժողով եւ հուսանք մի օր կլինի այսպես արեգակը հյուսիսից թե հարավից դուրս կգա եւ կտեսնենք, որ ընդդիմությունը որոշել է փողոց եւ ազգային ժողով ճնշման ներքո բանանի, հա, այդ ԿՊԱ-ականներին սովորություն ունեն, չէ, ԿՊԱ-ականներն ասում են կաշառել են մեզ։ Հիմա կաշառելով կլինի, նեղացնելով կլինի, ականջից բռնելով կլինի, շոյելով կլինի, մարդիկ կային sense մարմնի ինչ որ տեղեր կար, չէ, որ շոյելով ինչ որ հաճույքներ էին ստանում։ Ինչ որ մի ձևով այդ մարդկանց կբերեն այն դաշտ, որ այդ մարդիկ կասեն, այո, մենք ընդդիմության կողմն ենք եւ քվեարկում ենք Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացում։ Այս անցանք։ Արտուր ջան, եթե մեր դիտողները նոր հարց չեն տվել, խնդրում եմ նոր հարց չեմ տեսնում, նոր հարց կարծես թե չեմ տեսնում։ Մի քիչ մեղմ ենք, հա, մթնոլորտը։ Դու եր ոնց որ այնպես բավականին նյարդային վիճակում ես, վրդովված վիճակում ես, արի մի թեթև, ասենք քեզ բերեմ, ճակերտավոր ասած, ինձ ավելի հումորային դաշտ, թեպետ ասածից մեջ որևէ հումոր չկա։ Ուրեմն նայ, Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանը ըստ մամուլի տեղեկությունների եւ որը նա չի երկել, իր ամուսնուն նշանակել է իրեն վարորդ։ Այն հիմնավորմամբ, որ նա չի ուզում նստել ուրիշ տղամարդու կողքը։ Գորիսը փոքր տեղ է, խոսակցություններ կգան եւ այլն, եւ իր ամուսնուն ընդունել է իրեն վարորդ։ Ունի խալխի տղամարդու Սպասի, ախտուր, սպասի։ Եվ ընդունել է իրեն վարորդ։ Ավելի վաղ Էմա Պալյանը, որը դեռևս падգամավոր է, բայց մի քանի օր մնաց նա այլևս չի անցնում խորհրդարան։ Նա իր ամուսնուն ընդունել էր աշխատանքի ազգային ժողովում որպես օգնական, որպեսզի երբ նա գալիս է իրեն տուն տանելու, դրսում չսպասի, այլ սպասի ազգային ժողովում։ Հիմա նա իհարկե մենք ծիծաղում ենք այս լուրերի վրա, բայց չենք կարող նաև կանխել։ Բայց մի հատ խնդիր է Այդ ամբողջ խնդիրը է, որ մենք չենք կանխում, մենք միայն խոսում ենք։ Բայց մենք չենք կարող կանխել, որպեսզի մարդը չգա իր կնոջը տանի տուն կամ հակառակը մեկը իր կնոջը մեքենայով այստեղ։ Խնդիրը այլ տեղ է կայանում, է։ Ինչի պետք է Գորիսի պետական ինչ որ քոլեջի տնօրեն վարորդ ունենա։ Այդ կողմից Մինա, երբ որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին պետք է իշխանության գար կամ արդեն եկել էր, այն սկզբից ասում էր մենք այդ պատավակապետությանը պետք է վերջ տանք եւ այլն։ Գորիսի քոլեջի տնօրենը ոչ պետական այցեր է անելու, ոչ չգիտեմ պաշտոնական այցեր է անելու, պետք է գնա գործից գտու։ Հիմա ով է ասում, որ օրինակ մեր թիկունքում Նայերի բժշկական կենտրոնն է։ Ենթադրենք Նայերի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը կարա տրանսպորտով գնա գործի գա։ Իսկ Գորիսի պետական քոլեջի բերանով, ասում պետական քոլեջի տնօրենը ծառայողական մեքենա ունենա, որ մի հատ մտածի ամուսինը վարորդը լինի, թե խալխի տղամարդը վարորդը լինի։ Խնդիրը ստեղ է կա։ Ինչի պետք է ընդհանրապես մեքենա ուներ ծառայողական։ Թույլ սերիա, կինա վերջի վերջո ամուսինը պետքա գործ ունենա,
ինքն էլ հասկանալի է, ես այդ տիկնոջդեմ ոչինչ չունեմ, ոչ էլ նրա ամուսնու դեմ ոչինչ չունեմ, այլ խնդիրը, ոչ էլ իդեպ հիմա Պալյանի դեմ մի բան ունեմ, մարդը ուզեցել է իր ամուսնուն ընդունի գործի, փառք, թող իր ամուսինը օգնի իր կնոջը, հուսով եմ կօգնի նաև տանը, եթե օգնում ես աշխատավայրում, պարտավոր ես օգնել նաև տանը, դա այդ մարդկանց ընտանեկան խնդիրներն են, այստեղ գալիս է հասարակական կարևորությունը, ինչու պետք է յուրաքանչյուր ոք ունենա վարորդ։ Նախկինում չէ՞ որ այդ վարորդները ամբողջ բյուջեի հաշվին են, նույնիսկ եթե այդ քոլեջի բյուջեն ձևավորվում է ոչ պետության հաշվին, ոչ պետ բյուջեի հաշվին, այնուամենայնիվ այդ ծախսերն պետք է նպատակային լինեն։ Ոչ թե վարորդին տրվելիք գումարի այդ որ անընդհատ սիրում են ասել նախկիններ եւ այլն, երբ որ նախկինում նման բաներ լինում էր, ես այն ժամանակ էլ եմ լրագրող եղել, էլի նորից 8 տարիների ընթացքում չի որ քնից արթնացա եւ որոշեցի մտնել լրագրություն, այսպես ինչպես որ ասում են, մտա քաղաքականություն, հիմա այդ է։ Այն ժամանակ, երբ որ ինչ որ այսպես կենցաղային, սոցիալական, ինչ որ sense աննշան թեմաներ էր լինում, Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր եւ այսպես շուրջիններով հավաքվածները, գիտեք դա ոնց էին աղաղակում։ Դա ոչ թե եթերների միջոցով եւ տեսախցիկների առաջ էր դա արվում, դա այնքան էր արվում եւ այնքան էր աղաղակվում եւ ճամարտակվում, որ տեղ էր հասնում։ Եվ իշխանությունը ընդդիմությունից վախեր ուներ, հանկարծ մի բան այնպես չանեն, որ դուրս գա ջրի երես կամ այդ վարորդի հետ կապված իրենք նույնիսկ այնպես պիտի անեին, որ դա հանկարծ չհայտնվի մամուլի էջերում, որովհետև Նիկոլ Փաշինյանը մի փայտով չէ, մի քանի փայտեր ձեռքը գնալու էր եւ իշխանության հերն անիծելու էր։ Եվ անում էր մարդը եւ հասնում էր դրան եւ նաեւ իհարկե կային գրանտակեր հկներ, որ դա ավելի այսպես զարգացնում էին եւ այլն։ Հիմա ում համար ես դա ասում, եթե մենք ունենք ընդդիմություն, որը այո ամուլ է, որովհետև այո չբեր է այդ ընդդիմությունը։ Արտուր ջան, այն իպա նրա տես ընդդիմության բանից դուրս հայրենականներին հանած, որովհետև ասենք այն մանդատ վերցնելը տենց ինչ որ բան է դառնում, էլի, տենց բերանի մեջ միանգամից համ է առաջանում։ Ինչև այդ անհամ ապրում էին, հենց մանդատը վերցնում է, տենց բանը սկսում է այդ համեմունքները քիմքին լավ ազդել, էլի։ Հիմա դառնում են տենց պոպուշ բան։ Արի մի հարցի էլ անդրադառնանք, որը այս պահին ամենայն դեպս ընդդիմությունը իզորու չէ լուծել։ Նայ, խեղճ մարդիկ, բազմաթիվ մենք ռեպորտաժներ ենք տեսնում, տեսանյութեր ենք տեսնում, մարդկանց հետ ենք խոսում, մարդիկ կանգնած են տնտեսական աղետի առաջ։ Թեպետ գրում են, որ այն օրը մեկը գրել էր, որ մտա Ֆրանկֆուրտի ինչ-որ մի սուպերմարկետ, մեկ էլ վայ հայկական ծիրան։ Հիմա լավ, իմ ազգային արժանապատվությունը շոյվեց, որ Ֆրանկֆուրտում ինչ-որ հայկական ծիրան են վաճառում, բայց այդ Ֆրանկֆուրտի հայկական ծիրանը, այդ լոկալ, ասենք երևույթները, որոնք տեղի են ունենում, չի լուծում այն գլոբալ հարցը, որի առաջ կանգնած է հայ գյուղացին։ Բելգիացի հայը, ասենք Բելգիայում ապրող հայը հայ չի, հա, որ Բելգիայում ասենք հիմա ծիրան չկա։ Հա, դա էլ այլ խնդիր է, երևի Բելգիայում ավելի շատ նախապատվությունը տալիս են ելակին, բայց ես ուրիշ բան եմ ասում, գյուղացու հարցը դա չի լուծում։ Երեք է մի տեսանյութ նայում, որ մարդը կանգնած է ուղակի աղետի առաջ, վարկը վերցրել է մեծ ջերմոցները սարքել է, իդեպ այդ բերքը հավաքելու համար պետք է նաև աշխատողներ, ընդ որում ոչ թե մեկ աշխատող, որովհետև մեկով հնարավոր չի այդ տնտեսությունը զարգացնել։ Հիմա մարդը պոմիդորները, լոլիկները աճեցնում եւ չգիտի ոնց իրացնի այդ լոլիկը։ Չգիտի ոնց իրացնի։ Դրան գումարած տալիս է վարկ, դրան գումարած մարդկանց տալիս է աշխատավարձ, ահա ինչն էլ իր հերթին իդեպ ուղիղ անդրադառնում է տնտեսության վրա։ Հիմա մենք կանգնած ենք թե մարդկային աղետի, թե տնտեսական աղետի առաջ, որովհետև թե մարդու բարեկեցությունն է փլուզվում թեպետ մարդը, այսինքն բարեկեցիկ էլ չէր, ուղղակի իր հանապազորյա հացի հարցն էր լուծում, թե այդ մարդն է զրկվում հանապազորյա հացից, թե ուղղակի տնտեսությունն է փլուզվում, բայց մեր սիրելի Ուրսուլան, հիշում ես անցած հաղորդմանն էլ է ասում, մեր սիրելի Ուրսուլան ասում է մենք կբացենք Եվրոպայի դռները ձեր առաջ, կբացենք, չի ասում վաղը բացելու ենք հարգելի գյուղացի լոլիկը բեր, ասում է էշ մի սատկի գարուն կգա, սպասի ինչ որ մի X ժամանակահատվածում մենք 450 միլիոնանոց
շուկան բացելու ենք ձեր առաջ։ Եթե իհարկե ձեզ խելոք բայր։ Եվ սոցիալական թեմաներին նաև անդրադարձ կատարելով ասեմ, որ մարդը գրել էր նաև, որ տեղի են ունենում խայտառակ թանկացումներ, օր-օրի թանկացումներ, հատկապես ընտրություններից հետո, հա, եթե ինչ որ, չգիտեմ, թթվասերը արժեր օրինակ X գումար, հիմա X գումարված, չգիտեմ, ինչ որ էլի X գումար, որտեղ հիմա հստակ չեմ կարող ասել ինչ արժի թթվասերը, բայց այնուամենայնիվ ամեն օրյա ռեժիմով թանկացումներ են տեղի ունենում, մարդկանց աշխատավարձը մնում է նույնը, մարդիկ բողոքում են այս ամեն ինչից եւ աղքատությունը որպես այդպեսին այլևս վերադառնում է մարդկանց գլխի մեջ, որովհետեւ Նիկոլ ասում էր աղքատությունը մարդկանց գլխում է։ Հիմա ես իհարկե չգիտեմ այս ճգնաժամային վիճակները ուր կտանի Հայաստանը, որովհետև մարդիկ ապրում են շատ ծայրահեղ աղքատ վիճակում, մարդիկ նաև արտագաղթի առաջ ենք մենք հիմա կանգնելու, մարդիկ հիասթափության, բոլոր կողմերից հիասթափության ֆոնին թողնելու են, գնալու են եւ կրկին Հայաստանը լինելու է կա չէ, սա երկիր չի արտահայտություն, որ մարդիկ ասում են, սա երկիր չի, թողենք ու գնանք։ Գիտես, միակողմանի չի էս ամեն ինչը, ես նորից պիտի ասեմ, որ իշխանությունը պատասխանատուն է, հա, իսկ իշխանությունը սովորաբար ծառայող պիտի լինի հասարակությանը, հա, մենք անդադ ասում ենք, որ իշխանությունը էս պիտի անեն, պիտի այո, էս պիտի անեն, պիտի այո, ծառայի իր ընտրողին, ծառայի քաղաքացուն, իսկ քաղաքացին ունի միայն իրավունքներ, հա, միայն իրավունքներ, միայն պահանջներ, որ պետք է իշխանությանը տա այդ պահանջները եւ իշխանությունը այո պիտի ծառայի ժողովրդին։ Բայց մենք տեսնում ենք ճիշտ հակառակը, նույնիսկ ասում է բանը, հա, այդ 10,000 դրամ թոշակը ոչինչ չարեց, որովհետեւ մարդիկ այլևս գտնվում են խայտարակ։ Արտուր ջան, նախքան ամփոփելը մեր գործընկերը Ռիփսիմի Արաքելյանը մի շատ հետաքրքիր դիտարկում արեց, շատ կարևոր դիտարկում, նախորդ թեմայի հետ կապված, այդ վարորդ օգնական եւ այլն, որ սա նաեւ լուրջ կոռուպցիոն խնդիր է։ Այո։ Որովհետեւ ոչ ոք իրավունք չունի իր կնոջը, ամուսնուն, աղջկան, սկեսուրին կամ սկեսրայրին ընդունելու գործի, որովհետև դա եւ լուրջ կոռուպցիոն, եւ լուրջ կոռուպցիոն խնդիր է եւ առաջացնում է նաեւ շահերի բախում։ Այո։ Իրականում Ռիփսիմեն շատ ճիշտ դիտարկում է արել, դա այո, առաջացնում է շահերի բախում, դա նույն այն ծանոթ խնամի բարեկամ, խավոր, սանիկ, չգիտեմ, հորքուրի տղա, նույն պատմությունն է։ Որից էլի պետքա ձերբազատվեր էս Այո, իշխանությունը։ եթե Արտուր ջան ավելացնելու բան ունես, խնդրեմ, եթե ոչ, թերևս փորձենք ամփոփել։ Այո, փորձենք ամփոփել, մենք այսօր նախատեսել ենք, որ պետքա ունենանք հյուր, ցավոք ինչ-ինչ պատճառներով չստացվեց, որովհետև Չէ, ինչ-ինչ պատճառների ես ասեմ, պատճառը հետևյալն է, որ ջրի հետ կապված է, որ մեր հյուրը չուներ լույս եւ ջուր, առավոտից եւ ջուր, այսինքն Հայաստանում թեպետ հեծը անցավ ժողովրդին, այո, բայց միևնույնն է լուսանջատումները շարունակում են գործել հին ու բարի ավանդույթներին համապատասխան։ Իսկ ջուր չունենալը արդեն պետք է ուշադրություն չդարձնենք էլ, հիմա մեր վիոլա ջուրն է, ուրիշ մարդ չի, անջատելը հալալա։ Կարևորը Նիկոլ Փաշինյանի հետ մտերմություն է անում։ Կարևորը Մակրոնը ժպտում է մեզ, հերվից բարևներ եւ այսպես շատ ջերմ հարաբերություններ։ Այո, ամփոփենք եւ փորձենք հասկանալ այսօրվա մեր եթերի նպատակն ու բովանդակությունը ինչու՞ն էր կայանում։ Մենք անդրադարձանք շատ կարևոր հարցերի, ընդդիմությունը վերջապես մանդատ կվերցնի կգնա ազգային ժողով, հուսանք այն, որ դու ասում էիր, մի օր, այդ մի օրը շատ արագ կգա եւ իսկապես կազատագրենք մեր հայրենիքը, որովհետև մենք այո մտատանջությունների, մտահոգությունների այս ալիքի մեջ այլևս գիտես դարձել է այն արջը 7 երգիտի 7-ն էլ մեղրի մասին, հա, անդադ դրա մասին ենք խոսում 7, բայց 8 տարիների այս ընթացքում հուսանք Արևմտյան Ադրբեջանի չի վերածվի Հայաստանի Հանրապետությունը, հուսանք այն ադրբեջանցիները, որը ոտավորվել եւ գալիս էին
ընդդիմությունը ազգային ժողովի միջոցով այդ մանդատները սիրուն վերցրած կքվեարկի, որ ադրբեջանցիները չվերադառնան իրենց ասած արևմտյան Ադրբեջան, հուսանք այդ մանդատները լույս կտա մութ տեղը, չեմ ուզում ասել ուժ կորով ընդդիմությանը, որովհետև նրանք շատ վատ դրության մեջ են, իմ ու քո փոխարեն, երբ որ մենք հիմա այստեղ նստած որոշում ենք ինչու նա արեց, այս բանը ինչու նա վերցրեց, չպիտի վերցնեին, փորձում են քննարկումներ, այս մարդիկ շատ այսպես բեռ արած իրենց վրա գնալու են ազգային ժողով եւ փորձելու են քո ու իմ դարդը, այս ժողովրդի դարդը վերցնեն իրենց ուսերին։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ եւ ոչ միայն Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հետևեք մեզ, գրեք ձեր հարցերը, ձեր մեկնաբանությունները, ձեր կարծիքները, ինչպես նաեւ բաժանորդագրվեք անպայման Մեդիահաբ TV-ին, որովհետև Մեդիահաբ TV-ով մշտապես մենք ձեզ ծանոթացնելու ենք ոչ միայն քաղաքական, այլ նաև սոցիալ հասարակական կարևոր իրադարձություններին։ Այսօր թերևս այսքանը։ Շնորհակալություն եւ նաեւ այո, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Մենք փորձում ենք հնարավորինս հետաքրքրաշարժ դարձնել մեր այս առավոտվա եթերները։ Եվ այո, եթերում առավոտը Մեդիահաբի հետ էր, մենք սուրճը խմեցինք, վայելեցինք, փորձեցինք քննարկել օրվա սկսվող անցուդարձը եւ հուսանք մեր մյուս եթերի ժամանակ կունենանք հյուր, որը ավելի հետաքրքրաշարժ կդարձնի մեր եթերը։ Շնորհակալություն, ցտեսություն, կհանդիպենք։ Ինչ հանդիպենք։